Բարեկեցօր սիրելիներ, շնորհակալ ենք Աստծուն, որ շաբաթը ևս Տերը մեզի պահեց, հավաքեց մեզի նորեն ոսկ իրեն ցայնը լսելու, իրեն խոսքը գարտանում, իրեն հարաբերությունն են ավերել հետը եւ շարունակում մեր տասը, աստվածընթացքը, որ սկսանք, ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչի մարգարեությունները։ Այս քիքն է, որ գտերվենք, հիմա հասած ենք երրորդ տասը, որ հետաքրքիր վերնակիր շաբթվանը ամուսնական պատկերներ։ Ինչպես պիտի գտնանք ամուսնական պատկերների միջոցով մարգարեությունները։ Հետաքրքիր է։ Գարտալու համար, գարտանք մեր անկիշորերի համար հայտնություն 19-րդ համար։ Եվ ինձ սա կրե երանելի և անոնք, որ քարնոգին հարսանիքին ընտանիքին կանչված են, ու ինձ սա ասոնք է ասուծոտ ճշմարիտ խոսքերը։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն ինչ տեսակ խոսքեր են, որ Աստծո խոսքերը գարտանք մենք, ճշմարիտ խոսքեր։ Ուրեմն ինչ որ գա Աստվածաշնչի մեջ ճշմարիտ խոսքեր են։ Շիդագ են, մեջը սխալ չի գա, մեջը խաբել չի գա, իրական ճշմարիտ խոսքեր են։ Եվ ուրեմն Աստվածաշունչը լեցուն է սիրո բացություններով, քանի Աստված ինքը սեր է, եւ մեջը լեցուն սիրո բացություններ կան, եւ հետաքրքիր է, որ ամուսնական հարաբերությունները թվոցն է, ու դրա մենք կսորվենք որ մասին։ Աստծո մասին կսորվենք։ Եթե հիշենք, եթե մի բարդեզի մեջ Աստված օրենքներ թրավ, եւ ամուսնու մեկը ինչ էր։ Մեղք օրենք չէր սենա։ Աստված օրենք թրավ, կամ հաստատեց բամը, անե ամուսնությունն է։ Առաջին ամուսնությունը հաստատեց, շաբաթը հաստատեց, ամուսնությունը հաստատեց, վերջը շաբաթը հաստատեց, օրենք թրավ Աստված։ Ուրեմն ամուսնությունը Աստծո մեկ տված բարգևն է, գեղեցիկ բամն է, որ մարդկությանը անեկատված։ Հիմա Աստվածաշունչը գոչե, որ երբ որ ամուսնանան մեկ մարմին դիրանան, որ Աստված նաև ուզե, որ ինքը մեզի հետ մեկ միտք ունենա։ Աստծո գամքն է, որ մենք Աստծո միտքը գայնանք հասկանանք, որ չափ որ չեք կնար գադարյալ ձևով, բայց ունենք ուզե, որ մենք իրեն միտքը հասկանանք, հայ որ քաղտի բամը չէ ցկած, քաղտի բամը չունի։ Ուրեմն ամուսնական հարաբերության միջոցով Աստված Հիշուց ուզե, որ մենք գիտնանք, որ չափ մոդ է Աստված մեզի հետ։ Ուրեմն գարտանք Ծննդոց 2:23-25 համարները։ Ծննդոց 2 Օգնի 23 Աթանուսավ իմ ասիգա ոսկորեց ոսկոր ու մարմինեց մարմին է, ասիգա գին գոչվի, քանզի իր այրեն առնվեցար։ Արոր համար այրը պիտի ցկի իր հայր ու մայրը եւ իր գնոջ պիտի հարի ու մեկ մարմին պիտի ելան։ Եվ աթամ ու իր գինը երկուքն ան մերգ էին ու չէին ամուսնալ։ Ուրեմն Աստվածը սկիզբեն երկուքը մեկ մարմին, այսինքն մեկ խորհուրդ, ինչ կհասկանանք մեկ մարմին ասենքն է։ Երբ որ մենք ասենք մեկ մարմին, երբ որ ամուսնանան ինչ կնշանակի։ Դեր այսինքն իրար մեջ չեն մտնավոր, բանան է, որ այսինքն նույն խորհուրդ ունի, նույն նպատակ ունի, նույն ճամփան կքալեն։ Այո։ Ինչպես Աստված երրորդություն է, հայր որդի եւ սուրբ որդի եւ մեկ Աստված։ Այո։ Այնպես ալ երկուքը մեկ պիտի ելան։ Ուրեմն ամուսնության համապարով ծրագրերով Աստված մեզի ինքն իրեն գծել է, որ իրեն այլան ավելի լավ, ավելի մոդեռն հասկանան։ Եփեսացիներում 5:29-32 համարն անգարտան։ Եփեսացիս 5:29-32 Վասնզի մեկը բնավ իր անձը չադեր, հավա գծունուցանե ու խնամեց անիգա, ինչպես դերնալ է երեցին, վասնզի մենք անոր մարմնին անդամներ ենք, անոր մարմինեն ու անոր ոսկորներ են, ասոր համար, մարդը պիտի ցկե իր հայրն ու մայրը, եւ իր գնոջ պիտի հարի ու երկուքը մեկ մարմին պիտի լան։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես կխոսիմ Քրիստոսի ու եկեղեցի վրայով։ Ճիշտ է, ուրեմն
Քրիստոսի եկեղեցի հարաբերությունը մարդու եւ գնոջ ունեցած հարաբերության հետ Աստված Հիսուս կհամեմատեր։ Բայց ոս փարիսեցիները միշտ հագարակ բանը ուզեն անել Հիսուսին։ Հիսուսին խոսքերում ուզեն հագարակություն բերել միշտ, հարց կհարցնեն։ Ինչ էր հարցը։ Ինչու Մովսես ինչ էր Արցակելու արտոնություն դվավ։ Ինչու դվավ։ Հիսուսը որ ծեր սիրդերում գարտության համար է, քանի որ փարիսեցիները ամուսնության հեղինակը որ Հիսուս է, իրեն գսեն որ ինչու համար արցակման թուղթ Մովսեսին քրությունը կփերեն որ հեղինակին որովհետեւ ուզեն ապացուցել որ Հիսուսին ուսմունքները կհագասեն իրեն սուրբ քրիստին բայց արդյոք այդպես է Մարդկության հիմքին մեջը իրեն ամբողջ կյանքի ընթացքին հավատարիմ ամուսնությունը Աստծո կողմեն հաստատված իդեալ մնե Բայց նորեն ներողություն ջնորեն արգիներ կամ երիկմաշներ կամ որ նորեն հագասեն իրարու ինչպես որ փարիսեցիներ գնեն Եթե իրարու այդ դերոջը խոսքին համացայությունով չեն ապրիր Իմ ըստացս մի լավ ուսացուք լավ ուրեմն իրան անհանգստություն բաճարին են Ուրեմն խոսքը գերտա ավելի հավատարիմ ամուսնություններ վանքեր, հավատարիմ և իրարու սեր ունեցող ամուսնություններ վանքեր, իրարու հետ հաճակ ունեցող ամուսնություններ վանքեր Այո, ուրեմն հաշվի առնելով որ սուրբիկը կարևոր գնե ամուսնությունը, թերևս պատահական չէ, որ այս հաստատությունը մշտապես ենթարկված է անողոք հարձակումներով Քիչ առաջ եղբայրս ասա, որ ամուսնություններում 95%-ը գրեթե կփլուզվին, չսկսած կփլուզվին Մեզի ամուսնացուն քարոզիչը ասա, որ բաժանում ամուսնեն առաջ կսկսի Հիմա լավ մտածե, հիմա լավ խորիր, վերջը քայլար Ուրեմն շաբաթ օրվան հետ մեկտեղ այս այլ երկու բարքերներ են մեկն է, որ մեզի տրված է, երկուստը նախատեսված են բացահայտելու Աստծո ցանկությունը իր ստեղծագործության հետ մտերիմ հարաբերություն ունենալու առումով։ Շաբաթ օր Աստված կուզե որ մենք իրեն հետ անցնենք, ժամանակ անցնենք, եւ ամուսնությունը կուզե որ սերը հասկանանք իրեն, եւ երկին հանդել է մեր չարը, այդ երկին հանդեպալ ոդուցություններ դնենք, միշտ կուզե որ ամոթ խանգարել։ Ուրեմն, եթե նայենք ամուսնության երեք սկզբունք, առաջինը ներեցեք ձեր գողակցին, հագարակ բոլոր տեսակ անգավար հանգամանքներու, որոնց մեջ կհայտնվի, ինչպես Քրիստոսը գները մեզի, որ չափան անարժեք կլանք, ասի առաջին ամուսնությանը։ Երկրորդ, ընդունեցեք ձեր գողակցին իր բոլոր թերություններով, ինչպես Քրիստոս կընդունի ձեզ։ Եվ երրորդ, ինչպես Քրիստոս մարդկության բարեգործությունը եւ փրկությունը վեր կթասե իր հարմարաբերության եւ ամբողջությունն, այնպես դուք վարվեցեք ձեր գողացին հանդեպ։ Ինչպես ու քիչ արեցա, մեկը կսունցան է իր մարմինը, կսիրե, իր գողակից կսունցան է։ Ուրեմն, այս երեք սկզբունքները մեզի գոհտնեն, թե Աստված մեր կհասկանալու, որ Աստված ինչպես կվերապրի մեզի հետ։ Ինչպես նաև անշուշտ է իրականության մեջ ամուսնայնազույգի մնագողն է։ Հիմա կամով քեղեցիկ հարց մգա, Եզեկիելի 17 գլխի մեջ ենք գարտան, Եզեկիել 16:4-14 համարները։ Ով ունի։ Եվ կուզնունթը դաշպես էր, կուզնած օրը բորդը չգդրվեցավ, ու մաքրվելու համար ջուրով չլվացվեցար, եւ աղով չաղվեցար, ու խանսարուրով չպատտվեցար։ Աչքը քեզի չնայեց, չխնայեց, ու քեզի որ քեզի ողորմի, ու այս բաներեն ովևէ մեկը քեզի ըրի։ Բայց ծննդյալ օրդ քու անցիր քարշությունովը Թաշտի երեցին վրա նետվեցար։ Երբ ես քուքովետ անցա, քեզ արյունիդ մեջ թաղված դեսա, եւ քու արյունիդ մեջ էիր, քեզի աբրեսի, թեև արյունիդ մեջ էիր, քեզի աբրեսի, եւ թաշտի փույսերում ես ագեցուցի,
Տուն շատ ծար ու մեծար, կդարյալ գեղեցկության հասար, ըստիկները քոյացան ու մազերը աջեցան, փաչտուն մերկ եւ անձածկույտ էիր, քուքովետ անցա ու քեզին այեցա, ահա սիրո դարիքի մեջ էիր, եւ ես իմ կղանցքս քու վրա տարածեցի, եւ քու մերգությունը ծածկեցի, երթում մնելով, քեզի հետ ուխտեի գսե դեր Եհովան, ու տուն իմս եղար, ապա քեզ չրով լվացի, քու վրա հետ քու արյունդ մաքրեցի, քեզ յուղով օձեցի, քեզ ասեղնակոծված հանթերց հագնեցի, ու քեզի թե հաշի մոր թե շինված մուջակներ հագնեցի, քու մեջ հետ պեհեզե քոդի գաբեցի, ու քեզ մելաքսներով ծածկեցի, քեզ զարդարելով զարդարեցի, ցերկերուդ վրա ավարանչաներ ծրի, եւ վարանոցդ մանյակ կախեցի, քու քիթիդ օղակ, աղանչներուդ քինդեր, խլխուտ բարձակի բսակտերի, տուն ոսկիով ու արզատով զարդարվեցար, ու քու հանտեսներդ պեհեզ, մեդաքս եւ ասեղնակոծված էին, նաշի եւ մեղր ու յուղ գերար, խիստ շատ կեղեցկացար եւ թագավորության հասար, եւ քու կեղեցկությանդ համար քու անունդ ասկերու մեջ տարածվեցավ, վասնձի գաղարյալ եղար անվայելչությամբ, որ քեզի շնորհված էի, գսե դեր Եհովան։ Այո, հիմա իրականում հետ ասի մենք իրական անձի մասին կխոսի, թե ոչ ասկին մասին կխոսի։ Ասկին մասին կխոսի։ Ասկը որ բզդիկ պամն էր, ինքը ինքիրեն պամը չէր ներերասներ, բայց ասկերու մեջ անարկված կրնարըլա, բայց ասկած իրեն վեր կաշեց, հանեց, մեջտեղ պերավ, կերեցկացուց, աչապ կերեցկացուց, որ եթովայի թակույթ նույնիսկ եղավ Սողոմոնի իմաստությունը տեսնալու, ասկերու մեջ անուն հրճակվեցավ, քանի որ ով էր նողը, Աստված էր նողը, ինքը իր մեջ չէր, որ լավացավ։ Մենք մեզ մեջ չէ, որ մենք լավ ենք, այլ Աստված է, որ գսե իմ քրվածքս քո վրա թոցեցի, Աստված է, որ իրեն օրհնությունը մեր վրա գտնե, եւ մենք լավ գնանք, որ մենք բանի կհասնենք։ Աստված իր փառահաճությունը գտրսևորի անոր հանդեպ, քանի որ ասիկա իրեն հարսն է։ Հելյան ժամանակին ուզեց, որ իրեն քեղեցիկ մեկ հարսն է, ասկերու մեջ առաջնագար, որովհետեւ իրեն մասին խոսի, ասե որ ով է Աստված, ցցնեց որ Աստծո սերը, Աստծո զորությունը ոչ չափ հիանալի մեկ բան է, անի պետք է էր։ Բայց ինչ եղավ, մինչև հաջորդ համարը փայստուկ ու քրեցկությանը, փայստուկ ու անվանը պատճառով ու քրեցկության ավավինելով շնորհություններ։ Կոդրվեցավ, կորսացուց։ Քու գորնուկությունը ամեն աստողի արջև թափեցի և ինքսինքդ անոր հասնեցիր։ Աստված ինչ որ լավ բանը ուզած է որոնել, իր չասվածներ բաշտելով, ուրիշ ասկերու նայելով, ուրիշ բաներ ցանգալով, Աստծո օրենքեն դուրս ելնելով, գործընթուց ամենը։ Մենք արարված ենք, եղած ենք Աստծո փառությունը եւ փառքը արտացոլելու համար։ Եվ Աստծո արարածները կգարձեն, որ իրենց քեղեցկությունը, իրենց սեփականն է, այդ քեղեցկությունը գարժեքը զրկվի եւ պետք է խնդիրները սպասել ակե։ Հավատությունը եւ ճիշտ նույնը ինչ որ Սատանան եւ ինքի մեջ բարդացավ եւ ինգա։ Հրաշքն հավատացավ, խորեցավ ինքը իր մոտ աչափ լավ եղավ եւ ինգա։ Հիմա ուքան Օվսեին ասիան հիմա աս հարսին բացությունը կտեսնանք, որ Աստված իրեն ամեն սերը տված է ժողովրդին համար։ Ուզե որ ժողովուրդը իրեն հետը սիրո հարաբերության մեջ է դա, բայց հարսը, ժողովուրդը մերժեց, անփարո եղավ կամ ուրիշ Աստված ընտրեց, ուզեց իրեն ուզածը անել եւ գործընթուց։ Երկուքանք Օվսեին, Օվսեյը բզդիկ քիթմն է, 14-15 գլուխ կա միայն մեջը, շատ արտավոց հետաքրքիր պատմությունն է, իր մարգարեներեն մեկուն Աստված սկսել որ քնա եւ բողոքության դունեն գինը արքեզի համար։
Որնիկին մար, ամուստացին անորել կուգինը թողալա, նայք որ ինչ պիդելա, և ովսե աշուր աստո մդիկ կնե, քան որ Աստված կուզե իր հարաբերությունը ժողովրդին հետը տարբեր ձևով ցցնել իր ժողովրդին, որ ինչ որ չափ կցավցնեն Աստծո սիրտը, որ չափ ցավ կբաճարե մարդուն անհավատարմությունը Աստծո։ Ուրեմն գաղթանք Օվսեա, Օվսեա չի գաղթեն, հայտնություն 18 մեգեն 4։ Հայտնություն 18 մեգեն 4։ մեգեն 4 Մեգեն 4 Այո, Ես վիտակում այո գաղթա։ Ասկե ետ կը ուրիշ հրեշտա մդեսա, որ երկնքեն իչակ և մեծ իշխանություն մեր և երգիր անոր պարկոք լուսավորվեցավ, անզորավոր ցայնով աղաղագեց սերով, ինգար, մեծ պապելոնը և թևերում կնագարան եղավ, ու բոլոր բիղծ ոգիներում աղտեղանոց և բոլոր բիղծ ու ադելի թրջուններում բանտար, վասնզի անոր կատարը բոլնության թինեեն խմեցին բոլոր աղավերն ու երգրեն թակավորները անոր մորոնգացան և երգրին աջարականները անոր շապազանց Զեղութենը, հարստացան։ չորրորդ բան։ Ու երկնքեն իշ ցայն մը լսեցի, որ գսեր, ելեք ադոր մեջեն իմ ժողովրդս, որպեսզի ադոր մեղքերուն հաղորդագից չլա, ու անոր հարվածներեն կաժին չունենա։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն ինչպես որ տեսանք Օվսեի բախտության մեջ որ Աստված ժողովրդին, Իսրայելի ժողովրդին գտցնել որ իր մեջ հեռացած է, հոս հայտնության մեջ ադստե որ եկեղեցին մեջը եկեղեցիներ գնա ըլա որ գա, այսինքն որ նույն սխալը կգտնեն, Աստծուն հեռացած են, փոխանակ Աստված պաշտելու ուրիշ բաներ կպաշտեն, աղցաններ, ուրիշ բաներ կպաշտեն։ Աստծո ճամփային հեռացած են այսինքն։ Աստված կուզե ցույց տալ, որ ոչ թե մենք ինչ սխալացենք, այլ ինչ զգացողություններ ինքը ունի մեզի հանդեպ վերջավորությունը։ Որչափ որ մենք սխալ գնենք, Օսեի բարակային քնած եւ ետ քնեց իր գինը։ Աստվածավ քնա գինը թրամով ետ քնե։ Եվ անոր սեր ցույց տուր։ Աստված կսե, եթե ինձ թարնաս, ես ետ քեզ ուզեմ։ Ես քեզի գիտներեմ, եւ ես քեզի պիտի բարձրացնեմ նորեն, ուր որ ինգա ուդերեմ որ ինգար։ Օսեի բարքյան թերևս կսե ամենազարմանի մասը այն է, թե որքան հեռու քնած մարգարեն իր գամագոր գնոջը փրկակնելու համար։ Համբերեց, քանի անգամներ։ Ուրեմն հոս վերջին աղագին մեջը հոս հայտնության մեջ որ Աստված կսե ժողովրդին ոչ կնե դուրս ելել Փափելոնեն, ուշագրավ է որ անգամ չի իր սեփական ժողովուրդը։ Ուրեմն Աստծո սեփական ժողովուրդը ոչ թե օդարները Փափելոնի մեջ են։ Փափելոնը օդար ուսմունքներու հետևողներուն համար է։ Ոչ թե անհավատ, որ բոլորովին Աստված չի ճաշտար, այլ Աստված երեսանց ճամծող, փերանով թավանող մարդոց համար գսենք։ Ուշտեղ այսաշապատ է գազեմ 11-ը սորվեցանք, սա ժողովուրդը իրենց փերանով է ինձ կպաշտել, իրենց շտով չեն պաշտել։ Աստված ասուց է, որ գսե ետ եկեք, Փափելոնեն դուրս ելեք, մի խաբվի։ കാരണം Աստված մեզի մոդիգեն գճաշտա, գսիրե մեզի, և մինչև աշխարհը կմոդիդա իր չարակույր ժամին, Աստված չի թադարել առաջարկել այն փրկակինը վճարված իր սեփական այնով մեզի ետ քնելու համար։ Քրիստոսի խաչը արարել քան որևէ բան, պետք է ցույց տա, թե որքան լրջորեն
Տերը կամենափրկեր իր գամագոր ժողովրդին։ Գամագոր։ Իսահակ և Ռեբեկայի պատմությունն այն, ծննդոց 24, 1-4 համարներով մեջը, Ապրահամ օրերուն անցուցած ու ձերացած էր, դերը ամեն բանի մեջ օրտնեց Ապրահամը։ Ապրահամը սա Երդանը երեց Զարային, որ իր բոլորն էսազին գրագացում էր, կաղաչեմ քեզի ցերկը դիմ երանքից դակտիր, և քեզ երկնցնեմ դրոճմով, որ երկինքի ու երկրի ասվածն է, որ իմ որդիից կին ճարնես կանանացինը աղջներեն, որոնց մեջ ես կպնակին, հաբա իմ երկիրս ու իմ ասկականներուս երտաս ու իմ որդից Իսահակին հանդերգին մարնես։ Այո, հիմա Ապրահամը իրեն դղային համար իրեն Զարան կդրգե, որպեսի իր ժողովուրդը ինգին մարնեն։ Ինչու համար ոչ թե որ ասկային խտրություն գտներ, այլ էլ իրեն եղած քաղաքի մեջը, դերի մեջը քանանացիները շատ չաստվածներ ունեին։ Եվ այդ կիները, երբ որ գուքան անպայման գշեղեն շիդագը, սխալ ավելի թյուրեն գշեղեն շիդագին։ Կանթե որ շիդագը սխալ է դանը իրեն ճիշտ ճամփով։ Ուրեմն Աստված կուզե որ Ապրահամ կուզե որ եթե իր ասկեն, իր ժողովուրդեն, ուր որ միասպալության մասին գաղափար ունեին, ուր որ հո միասպալություն կքարոզվեր կամ կբաշխտվեր, կանոնացիայի մեջ չեն ուզել այդ կինը առնել։ Ուրեմն շատ կարևոր է, երբ որ մենք բիդամստանանք, թե վերջավորությունը ինչ տեսակ ընտանիք ունենանք, ինչպես պիտի մեկը չի գնար Աստված պաշտել, մյուսը ուրիշ բան պաշտել և միասին դառնալ, միասին քալեն։ Հոս է սխալը, երիտասարդներում սխալ հոն է, որ իրենց հավատքին պես գիներ չեն նայել, որ պետք է ունենան։ Ին Իսրայել մյուս քրիստոնյաների եկեղեցի պատմությունը թայերու ընթացքում եղած է այնպես, որտեղ Աստծո ժողովուրդը, որ պետք է վկայեր աշխարհին, փոխարենը քրաբեցավ աշխարհով, անօրդյա լուսմունքներով և բոլորական հավատալիքներով։ Կշեղին անմիջապես, թերևս այստեղ ուժ իրականության հիմնանի օրինակը հեթանոսական օրն է, որ մարդիկ կվաշտեն, փոխանակ Աստծո 7-րդ օրը վաշտելու փոխարեն։ Իրողություն, որը կարևոր թել ունենա վերջին օրերի մեջ։ Ծննդոց 24, 57-ը Ծննդոց 24, 1-4, դեպ 57-67։ Անոր գսին, աղջիկը կանչենք ու անոր պերանը պնդրենք, և կանչեցին Ռեբեկան ուսին անոր, այս մարդուն հետ կերտաս, անիգա գերտա մսավ, ու իրենց կույրը Ռեբեկան ու անոր տայակը Ապրահամին Զարան ու անոր մարդիկը դրգեցին, և օրհնեցին Ռեբեկան ուսին անոր։ Դու մեր կույրն ես, հազարավոր վիրավորներում այրլաս, երկու սերունդդ իր թշնամիներուն քաղաքները ժարանքե։ Ռեբեկա ու իր աղախիները ելան և ուղդերը հեծան ու այն մարդուն երևեն կացին, Զարան արավ Ռեբեկան ու գնաց, և Իսահակ Լահարոնին չորին դարձած ուկար Բասմզյանիկը արավ այն երկիրը գտնագեր, և Իսահակ երիգման տեմ տաշտ ելեր մտածելու համար, երբ իր աչքերը վերցուց տեսավ ու ուղդերը ուկային, նույնադեն Ռեբեկան իր աչքերը վերցուց ու իր Իսահակը տեսավ։ Ուդեն վարիչավ և ասավ Զարային, տաշտի մեջ տվի մեզ երով, այդ մարդը ով է, Զարան ասավ, իմ դերս է, ինքո արավ ուզած կվեցավ և Զարան իր բոլոր ռած աները բատմեց Իսահակին, Իսահակ զանիգա էր մորը Սարային վրանը դարավ ու արավ Ռեբեկան, որ իր գինի եղավ և ինք սիրեց զանիգա ու Իսահակ ու կտարվեցավ իր մորը վրայով։ Այն շնորհակալ է։ Հոս կապ մգա, կապ այն է, որ Ռեբեկան Ապրահամի հեռավոր հասկականն էր։ Այսինքն նույն քաղաքները կային։ Կարևոր է, որ մենք նույն քաղաքար ունենանք, երբ որ գամուստանա մեկը, բայց նաև կապված ենք մենք մեր արարչին հետ, իսկ սկզբանե արարված լավ անոր պատկերով կապ ունենք։ Մենք բաժանվեցանք, Աստծո մեղքի պատճառով։ Սակայն թերևս կհամարվենք անոր ճիշտ հարցը, թեև մեր ընդդրությամբ մենք կրնանք ամուսնություն դարձնել ավելի փառք, քան գնալ լալ և պետք է լալ։ Այդ ամուսնայցքն Աստծո հետևելը մենք երբեմն ավելի փառք կդարձնենք, երբ որ եթե անգեղությամբ Աստծո հետևենք, հավատանք և լմա վստահենք իրեն, շատ ավելի թյուրին կգա մեր հարաբերությունը Աստծո հետ։ Քանի որ Աստված մեզ իր հարցին ավելի կսիրե, քան թե մենք իրեն կսիրենք։
ինչ կնանկանեն, որ մեր սեր ավելի առավան տվի։ Եվ մեր ընդրությունները ինչպես կծծնեն, թե մեր սերը գաջի, թե մեր սերը կմեռնի։ Երբ որ Աստծո խոսքը գարտաս, կուզես հնազանդը, դա կուզես գաջի։ Երբ որ հագարակը գնես, թիվին արջևը գնստից բոլոր օրը, Աստծո խոսք չես գարտա, չես աղոթել, կուզերդ կբաղի։ Հայտնություն 19:9 համարներու մեջ տալ, Հայտնություն 19 հա, մեգենին Ասկե երբ շատ բազմության մեծ ցայն մլսեցի երկինքեն ըսելով Ալելույա Փրկություն ու բարք ու պատիվ զորություն մեր Աստծուն Բասն ձե ճշմարիտ ու արդար են անոր տատաստանները կանձի տատեց այն մեծ բորնիկը որ իր բորնիկությունով երկիրը աբականեց ու իր Ձարաներուն արյան վրեժը անոր ցերքեն բահանչեց եւ կրկին անգամ ըսին հալելույա անոր ծուխը հավիդյանս հավիդենից վիտիելը 24 երեսներ որ 4 գենտանիներ ինգան ու երկրբակություն ըրին Աստծո որ ատորին որ գնստի ըսելով Ամեն ալելույա եւ ատորեն ցայն մելավ ըսելով մեր Աստծուն օրհնություն տվեք ով բոլոր ծառաներ եւ դուք որ իր մեկը վախնակ բզդիկներ ու մեծեր եւ լսեցի ցայնը մեծ բազմության ցայնի պես ու շատ ճուրերու ցայնի պես ու սաստիկ որոդումներու ցայնի պես որոնք կսեին հալելույա բացնձի մեր ամենակալ Տեր Աստվածը թակավորեց Խնդանք եւ ուրախանանք ու պարտնանք անոր կանձե կարմուկին հարսանի կհասավ ու անոր գինը ինքսինք բադրաստեց եւ իրեն հակնելու համար դրվեցավ մակուր ու լուսապալ բեհեզ կանձի այն բեհեզը սուրբերուն արտարություն է եւ ինձ եսավ քրե երանելի են անոնք որ կարմուկին հարսանիքին ընտրիկին գանչված են ու ինձ եսավ ասոնք են Աստծո ճշմարիտ խոսքերը ես անոր խոսքերուն արչև ոտքերուն արչև ինգա որբեսի անոր երկբակությունն եմ ուսավ ինձ զգուշացիր մի աներ բասնզի ես կու ծարայագիծդ եմ ու եղբայրներուդ որոնք Հիսուսին վկաներն էին Աստծո երկբակությունները բացանցի Հիսուսին վկայությունը մարգարեության հոգին Այո, շնորհակալ եմ Անհավատարմությունը շատ ցավալի քինգը բանջել Երբեմն դեր ուկա որ ատկել եչես կնա վերադառնալ Երբ որ անհավատարմ քեզ Աստծո դեր ուկա ապաշխարության դեր չես ունենալ ուրեմն գսե այսօր է փրկության օրը այսօր է փրկության ժամանակը այսօր երբ որ իրենք ցայնը գլսենք չխոդորենք Շիդակ ճամփում վրան գենանք Քանի որ ի վերջո վերջավորությանը երկու բան նշվեցավ հիմա աստերը Որնիկին վաղճանը այսինքն անոնք ովքեր անհավատարիմ են Աստծո անոր վաղճան եւ Քրիստոսի ամուսնությունը իր հարցին հետ ասի Քրիստոսի միացումը եկեղեցին հետ Ուրեմն ասիա գիծածրե Աստծո արդար եւ սիրահար քնավորություն Աստված սեր է դիենալն արդար է Երբ որ դու իրեն շարունակ կվերժես, տեղը ուկա ու այլևս կգործվի, կգործանվի։ Վերջավորությունը գստե գնանք ուրախանա, վերջապես ավարտվեցավ տեղությունը եւ աշխարհը կվերականգնվի այն վիճակին, ինչպես Աստված իսկ սպանը նախացայնաձերան։ Այն անգամ Աստծոց երես թեքետ չնալ, որովհետեւ ծանր քնով ստորվեցանք, որ Աստված ճիշտ կխոսեր այն ամայացման մասին, որ իր մեկ բաժնվելու հետևանքը պիտանա։ Կարդանք Հայտնություն 21:4 Ահա նոր երկինքը ու նոր երկրի տեսա, բասնզի առաջին երկինքը ու առաջին երկիրը անցան եւ արձող չկար։ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմ տեսա ու երկինքի աստծոց լիճներ իրեն էրգանն համար սատարված հարսնիքի մբես պատրաստված ու երկինքեն ցայմս լսեց որ գսե ահա Աստծո
խորանը մարդոց մեջ անիգա հոն բիդի բնագի եւ անոր ժողովուրդը բիդի ըլլան եւ ինք անոնց հետ բիդի ըլլա իրենց անոնց ասվածը եւ ինք անոնց աչքերեն բոլոր արցուկները բիդի սրբե եւ ալմա բիդի չլա ոչ սուկ եւ ոչ աղաղակ եւ ոչ ցավ բիդի ըլլա ասիգա հետին վասնզի առաջին բաներն անցան Ուրեմն վերջավորությունը ահա նոր երկինք ու նոր երկիր տեսա եւ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը տեսա ասում են ճիշտեր ահա Աստծոյանը մարդոց մեջ ում պիտի փնագի եւ անոնց հետ ժողովուրդ պիտի լան եւ Աստծին անոնց հետ պիտի լա իբրև անոնց Աստվածը եւ մեր ոչ սուկ ոչ աղաղակ նեղություն պիտի չնայել քայլ ամեն առաջապաներ անցան ուրեմն ամուսնությունը աշխարհի վրա միությունը կյանքի համար Քրիստոսի հետ եկեղեցի միության խորհրդանիշն է եկեղեցի հանդեպ Քրիստոսի դրսևորող հոգին այն հոգին է որ ամուսին ու կինը պետք է դրսևորեն միմյանց հանդեպ Քրիստոս աներևակայ տարաբանք կրեց քանի որ մարդկությունը մերժեց իրեն եւ Աստծո պատկանող սերը ուրիշ աստվածներու, ուրիշ չաստվածներու վրա դրա։ Սակայն նաև այդ ամենը գիտնալով Հիսուս ինքնին զոհաբերեց մեզի համար, իր կյանքով վճարում մեր անհավատալություններու եւ թավաջանքներու քինը, որպեսզի եթե ապաշխարենք ու հեռանանք ամնոցմե մեր մեղքերեն, ունենանք հավերական կյանքի խոստումը։ Վերջավորության համար, որովհետև Տեր Եհովան ոչ մեկ բան չներ, եթե չհայտնե իր խորհուրդը իր ծառաներուն մարգարեներուն։ Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար են, բայց հայտնված բաները մեզի եւ մեր որդկանց համար են հավիտյան, Ամոսը գսե։ Ուրեմն Աստված է այդ հայտնություններու դված է, Աստված է, որ այդ հայտնությունները դված է մեզ եւ այն էլ գործե բոլոր անոնք, ովքեր որ ակնածանքով աղոթքի հոգիով ուսումնասիրեն մարգարեական գրքերը։ Ուրեմն շարունակենք կարդալ Աստծո խոսքը, շարունակենք աղոթել եւ շարունակենք հավատ ունենալ, չնայած մեր շուրջ եղող դժվարություններուն, քանի որ վերջավորությունը Հիսուս հաղթեց։ Հիսուս հայրավի մեռելով, Օրհնյալ է հաղթի Քրիստոս։ Քրիստոս հայրավի մեռելով, օրհնյալ է Քրիստոսի։